Բարև ձեզ հարգելի ընկերներ, սա իրականում կլինի վերջին անգամ, խնդրել եմ որոշակի բաներ բացատրել, բացի դրանից անհրաժեշտ եմ գտնում խոսել մի քանի հանգամանքի մասին եւ ամենակարևորը, որ կան աքսիոմաներ, ինչպես կառավարման համակարգում, այնպես էլ ընդհանրապես քաղաքակրթական, պատմական, կան աքսիոմաներ, օրենքներ, որոնց խախտումը միշտ բերում է անկման, իսկ որոշ ֆունդամենտալ գաղափարների, ֆունդամենտալ պատխոդների խախտումը բերում է վերջնական կործանման։ Ինչով մենք, մեր ազգը հիմա զբաղված է քանդելով բոլոր նորմերը, բոլոր աքսիոմաները եւ դրա համար էլ մեր ուղղությունը ընտրված է դեպի ոչնչացում եւ դեպի կործանում։ Ցավոք սրտի։ Եվ փոխանակ ասենք մտածել, որ մարդիկ երբ որ մի բան ասում են, պրոֆեսիոնալները մանավանդ, դա պետք է հասկանալ, որոշ դեպքերում ասում եմ մի խանգարի, թողեք հանգիստ ապրենք։ Դեռ ինչ-որ միտեղ նաեւ այդ խնդիրների եւ այդ աքսիոնների խախտման մեջ սեփական քյար ունենանք։ Հայաստանում կատարվողը աբսուրդ է, խախտում է ամեն ինչի։ Այսօր այդ հոգե խանգարված անդունդի վիժվածքը հայտարարում էր, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի հատված, բայց ձեռք բերեցինք պետություն։ Աբսուրդ։ Խայտարակություն։ Հիմարությունն էլ դա չի, դա այլանդակության վերջին աշճանն է։ Եվ ցավոք սրտի դա լսող կա, եւ ցավոք սրտի դա դեռ տանուղներ կան լսողներ, որոնք այնքան են դեգրադացված, որ չեն էլ հասկանում, թե դա ինչ սարսափ է, ինչ ահավիրք, եւ կան մարդիկ, որոնք դա հասկանում են, եւ սեփական ինչ-որ սեփական շահերի համար, վախից թե ինչից դա համակերպվում են դրա հետ։ Հարցակում է եկեղեցու վրա, պրիտոմ այն աշճան այլանդակ եւ այն աշճան կեղտոտ անհնարին, որ արդեն նույնիսկ հրաման տվողները, որ քանդեք եկեղեցին, նույնիսկ նրանք են զարմացած, թե ինչպես է կարելի նման տականք լինել եւ ասում են, արա ասեցին քանդի, բայց ხო չասեցինք այս ձևով։ Եկեղեցի միակ բանն է, որ մենք ունենք այս պահին։ Մեր բոլոր արժեքները, մեր բոլոր արժանինքները, որպես ազգ, որպես պետություն, որպես անձ, մենք կործանել ենք։ Մնացել է մի արժեք, որը աշխարհում ընդունվում է, մի արժեք, որի հետ դեռ պատրաստ են զրուցելու, որ իրենց ինչ-որ մի գին է ներկայացնում քաղաքակրթության համար, դա եկեղեցին է։ Իդեպ մեր կողմից անընդհատ վնասված, անընդհատ խփված եկեղեցի։ Ինչպես ասենք, մարդը այն ինչ որ կա, ինչ որ արժանինքներով, ինչ որ դիրքով գրավում է որոշակի մի կետ համակեցության մեջ, նույն ձև էլ ազգություններն են, ինչ որ արժանինքներ պետք է ունենան, ինչ որ բաներ պետք է ունենան, պետությունները նույնպես ինչ որ արժեք պետք է ունենա այդ պետությունը, բացի տարածքից, որտեղ տարածք է հող, տարածք, եւ այդ տարածքը կարելի է բնակեցնել ումով ուզես։ Պետության համակարգը իր ազգաբնակության հետ, իր բնակության հետ պետք է ունենա արժեք, որպեսզի ընկալելի լինի եւ ապրելու իրավունք ունենա մնացած պետությունների համակեցության մեջ։ Մենք ոչնչացրել ենք մեր բոլոր արժեքները։ Մենք ինքներս։ Դա ունի շատ պատճառներ։ Այս բանը իհարկե դեգրադացում է բնակչության։ Բայց ինչպես կարող է չլինել դեգրադացում, եթե 30 տարի ընկրթությամբ ոչ ոք չի զբաղվել, եւ ով պետք է մտածեր կրթելու մասին, Քոչարյանը, Սերժը, ով պետք է մտածեր։
Եվ ինչ բարոյական նորմեր պետք է նրանք սերուցեին, այն մարդիկ, որոնք Արցախի կորստի ժամանակ նույնիսկ մեկ կես խոսք չեն ասում, մարդիկ, որոնք բերեցին եւ մարդիկ, որոնք որ լեգիտիմացրեցին եւ դավաճանությունը եւ համաշխարհային քաղաքակրթության առաջին անգամ չտեսնված մի հատ քաղաքակրթական հանցագործություն կատարեցին, անդունդում մեկ օր ավել երազող ապրել երազող խոզին հանեցին եւ ինչ որ մի տեղի հրամանների եւ իրենց գրպանային քյարի համար կազմակերպեցին դավաճանի եւ կապիտուլյանտի հետ ընտրություններ լեգիտիմացնելով դավաճանին եւ վիտոգե կազմելով կոլաբորացիայի միջոցով, իսկ կոլաբորացիոնիզմը համագործակցությունը թշնամու դավաճանի կապիտուլյանտի հետ, դա ծանր հանցագործություն է, սարսափելի ծանր, իսկ համագործակցության ամենաբարձրագույն ձևը դա իշխանություն կազմելն է, որ Ֆրանսիայում կոլաբորանտներին վերացրեցին, գցեցին բերդերով, քայլերով, ծեծելով, մերկ քաշ տալով փողոցներով, բայց նույնիսկ նրա համար, որ նրանք համագործակցել էին, նույնիսկ իշխանություն չէին կազմել կոլաբորացիոնիստական։ Սրանք կոլաբորացիոնիստական իշխանություն են կազմել 4 տարի մարդկանց խաբելով ու կազմելով իշխանություն ԿՊ-ի հետ, քանի որ միակ իշխանություն Հայաստանում դա խորհրդարանն է։ Նիկոլը ընդամենը ընտրված գործակատար է։ Պիտոմ ընտրված բոլոր ուժերի կողմից, որոնք կազմել են այդ հանցավոր խորհրդարանը, քանի որ կազմելով ԿՊ-ի հետ խորհրդարան, իշխանություն հասկանալով որ ելքը միակ Նիկոլի նշանակումն է վարչապետ, նրանք ընտրել են Նիկոլի վարչապետ լինելը։ Եվ ունենալով հնարավորություն ցանկացած եւ պարտականություն ամենակարևորը, պարտավորվածություն հեռացնել Նիկոլին կոնտրոլի տակ պահել։ Ոչ թե խոսքերով, այլ պարտականություն սահմանադրական, երբ որ անվանում ես դավաճան, անվանում ես թշնամի, սահմանադրական տապալող, ուրեմն առաջին անգամ հենց հայտարարեցի դավաճան կամ սահմանադրական կարգի տապալող, պետք է ֆրակցիաների կողմից հայտարարություն լինել եւ դիմումներ ԱԱՑ եւ դատախազություն։ Պարտավոր են, չեն արի հանցագործեն։ Թշնամի երկրորդ քայլը մի անգամից դրանից հետո պետք է լինի իշխպետի հայտարարումը։ Անպայման պետք է լիներ, հնարավոր էր դա, քննարկման ենթակա չէ։ Իսկ եթե հնարավոր չէր լինի, խորհրդարանի լուծարում հրաժարվելով մանդատներից։ Ըստ 101-ի օրենքի, ըստ սահմանադրության 101 օրենքի առաջին գլուխ, ես որի օրդ, եթե 9-րդ գլուխ առաջին կետ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միակ իշխանությունը Հայաստանի, որ Նիկոլասը ձայն են տվել, ձայն տվել են ոչ իրենց։ Այլ այդ խորհրդարանը կազմող ուժերին, ֆրակցիաներին, որոնք պետք է լինեն 3-ից ոչ պակաս, եւ որոնք բոլորը իշխանավոր են։ Ամեն մի падգամավոր իշխանավոր է եւ ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլը, ասենք թե։ Եվ նրանք պարտավոր են, ու ամեն ինչի համար ինչ Հայաստանում կատարվում է, կատարվել է եւ դեռ կկատարվի այս խորհրդարանի ընթացքում, պատասխանատու են բոլոր ֆրակցիաները եւ ամեն մի ֆրակցիայի ամեն մի падգամավոր հավասարապես։ Համաձայն չես կարող մի բան փոխել, ռադդ քաշիր։ Լուծարեք խորհրդարանը եւ ռադներդ քաշեք։ 4 տարի է լեգիտիմացնում են, պահում են Նիկոլին, օգտում են ամեն ձևով եւ դա այն պատն է այդ ընդդիմադիրները, այն բազան է Նիկոլի անխախտելի եւ այն պատն է, որը մի առանց նրանց հեռացնելու հնարավոր չէ հասնել Նիկոլին։ Ոչ միլիցեքն են, ոչ ԿՊ-ն է, հենց իրենք են այն պատը, որով պաշտպանում են։ Քանի որ իշխանությունը միակ կառույցն է, իշխանական, միակ, եւ քանի որ նա կազմված կարող է լինել ընդդիմադիր եւ իշխանական թևերից, այդ կառավարող ֆրակցիայից եւ 2 իշխանական, իդեպ, ասենք հիմա հանրապետականները գլուխ են ցավացնում, իրենք կարող են մի ֆրակցիան իրենց հավաքել դուրս գալ խորհրդարանից եւ խորհրդարանը լուծարվում էր, քանի որ պետք է լինի 3 ֆրակցիա։ Եվ դրա համար 3.5% հավաքած ՇՄ չանցած իրենց թույլատրվեց մտնել խորհրդարան, որպեսզի խորհրդարան կազմավորվի։ Հիմա ինչումն է բանը։ Մենք հասել ենք այն օրվան,
որ միակ արժեքի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ այլանդակ, կեղտոտ, սատանայական հարձակում է կատարվում։ Ու արդեն հասել է նրան, որ այս նեադեկվատ այս խայտառակությունը, որին մենակ մեր գլխին դնելու այդ փաստը կապիտուլյացիայից հետո, եթե նա լիներ նույնիսկ աշխարհի ամենալավագույն մարդը, երբ կապիտուլյացիայի ստորագրե եւ հրաժարականի սահմանատվոդի ստորագրությունը չէր դրել հաջորդ պահին, նա այդ պահից դառնում էր պետական դավաճան եւ պետության թշնամի։ Չնայած նույն պետության թշնամի եւ դավաճաններ են կապիտուլյանտի հետ, իսկ նա դավաճան այլանդակ սահմանադրական կարգի տապալողի հետ քաղաքակրթական հանցագործություն ընտրությունների կազմակերպողները։ Եվ 4 տարի է բոլոր դավաճանությունները լեգիտիմացնողները հիմա էլ հայտարարում են, թե 26 թվին են գնալու, որպեսզի այս 4 տարվա 5 տարվա ընթացքում կատարված բոլոր դավաճանությունները երկրի վերջնական կործանում հիմա Սյունիքն է հանձնելու իզուր չեն։ Այս իհարկե դա եկեղեցու դեմ էլ է մեծ հարված, դա էլ է պլանի մեջ, բայց նաև շեղում է Սյունիքի հանձնելուց, որպեսզի դա էլ լեգիտիմացնեն։ Եվ հասնում է նրան, որ այդ նեադեկվատնի շեղվածը, այդ ամբարոյականը, հայտարարում է արդեն, որ պետք է կառավարության նիստում այդ փսլնքոտը, այդ ոչնչություն, այդ հակահիգենիկ կեղտը, հայտարարում է, որ պետք է կառավարության նիստում քննարկի ընդհանրապես հնարավոր է Հիսուսի, Աստծո անարատ ծնունդը, թե ոչ, ու մենք խաբված ենք եղել, թե ոչ։ Արդեն ամբողջ աշխարհից զանգեր են գալի, ասում են, այ անասուն, դու վիրավորում ես ոչ միայն քո ազգին, մեր ազգը լուռ էր։ Դրսից զանգեր են գալիս, ասում են, այ եզ, այ ոչնչություն, այ կեղտ։ Հեռացրու այդ գրասվածքդ, որովհետև խայտառակեսանում ոչ թե ցես, այլ ընդհանրապես քրիստոնեական աշխարհը մուսուլմանականն է դա, քանի որ մուսուլմաններն են ընդունում Քրիստոսին իհարկե որպես պրորոկ, բայց Մայրամը նրանց մոտ է սրբություն Քրիստոսի հետ միասին, որը անարատ ծնունդ է արել, անարատ ծնունդով է ծնել Քրիստոսին։ Դուք հասկանում եք ինչ կկատարվեր մի երկրում, նույնիսկ այն ամենաազատ ձեզ համարվող Ֆրանսիայում, եթե հոգի հավատացյալի զգացմունքները մտածելակերպը նման դեպքով վիրավորեին։ Էլ չեմ ասում Ռուսաստանում, Պոլշայում, ձեր հարևան Վրաստանում, որոնց եկեղեցին եւ հոգեվորականները շատ ավելի քիչ դեր ու շատ ավելի քիչ են դրական ազդել այդ ազգի եւ պատմության եւ աճի վրա, քան ստե մեր եկեղեցին ու քրիստոնեությունը։ Եկեղեցին միակ կառույցն է հիմա, միակ պետական, մշակութային եւ այլն հոգևոր, կրթական կառույցն է, որը ոչ միայն նրա գոյության հետևանքն է, որ մենք հասել ենք մինչև այսօրվան, այլև նրա գոյության հաշվին է, որ մենք այս պահին գոյություն դեռ ունենք։ Անկախ նրանից դուք հասկանում եք դա թե ոչ։ Հետո մենք որպես ազգ, որպես պետություն արդեն ամեն ինչ կորցրել ենք իրավունքը գոյություն ունենալու։ Եվ արդեն հասել ենք այն օրվան, որ քրիստոնյա աշխարհը նայում է առաջի քրիստոնեական երամթե պետություն, որտեղ կատարվում է նման բան, ինչ որ մի հատ համբալ իր ասած խոսքերով, մի սրբապիղծ երկիրը հանձնող կանգնում է ասում է մենք հայրենիք ենք կորցրել, բայց պետություն ենք ստացել։ Մի մարդ, որ ասում է հերոս են, հերոսները, որ զոհվել են այնտեղ այրուն են թափել, դա հերոս չի, հերոսը հարկ հանձնողն է, հարկատուն է։ Մի մարդ, որը ասում է հարցակում է հայոց քրիստոնեական եկեղեցու վրա այն կառույցի, որի հաշվի մենք գոյություն ենք ունեցել, ու վերջում էլ վիրավորում է ամբողջ քրիստոնեական ու մուսուլմանական աշխանդել հետը, ասելով կասկած հարուցելով հիմնակարի վրա քրիստոնեության, ու մենք նստել լսում ենք, ու վաղը այդ կալաբարանդ, այդ կեղտի գունդ, այդ բոսյակ նախագաների թիմերը, այս ուրիշ խոսք ես սվարդինացիան լավ գիտեմ, թե ինչ բան է, բայց այս ամեն ինչը եկել է նրանցից, չէր կարող նորմալ ղեկավարների ընթացքում դիմել նման հասարակություն, չէր կարող զարգանալ նման հասարակություն, չէր կարող նման նորմալ, գոնե մի քիչ նորմալ կառավարման համակարգի մեջ ծնվել Նիկոլ, դառնալ Նիկոլ ու բերվել իշխանության։ Չէր կարող,
Այս ամբողջ դեգրադացիան այդ դեգեներատների արդյունքն է։ Մարդակերների, որոնք ցանկացած պետության ու հատկապես փոքր պետությունների հիմնական կապիտալը դա մարդկային կապիտալն է։ 30 տարում մենք ոչ մի աճ մարդկային կապիտալի ոչ որակական եւ ոչ քանակական չենք ունեցել, ընդհակառակը ունեցել ենք սարսափելի անկում եւ քանակական եւ որակական պակասացիներով։ Եվ ում պետք է հավասարվեր այդ ազգը, ում պետք երեխան նայում է իր ծնողին, նույնիսկ առանց խոսքերի, ինչպես ինձ ծնողն է ապրում, վարում, մի քիչ շեղումներով, մի քիչ շրջապատից, բայց ամեն դեպքում դա է օրինակ, ինչպեսին նա կդառնա, ում պետք է նայել այդ ազգը եւ ինչպեսին նա պետք է դառնալ, մանավանդ որ ինչ որ հիմնակար ունեցող մարդկանց բավականին մեծ մասը կամ դուրս գնացին նման դեգեներատ դառնալու ապագան չընդունելով կամ կոտրվեցին, որպեսզի կարողանան գոնե մի հաց լցնել, ինչ որ ասում են։ Գումարած նաև ազգայինը, որ մեր համար դե քյարը մի ուրիշ է, այն որ մեր տնից դուրս մեզ ոչ մի բան չի հետաքրում, եթե հիշում եք, հիմա նորակառույց շենքերում չգիտեմ, բայց սովետական շենքերում ամեն մի հարկում, ամեն մեկի դրան դիմաց 6 հատ կաֆելից բան էր խփում, հատակ էր խփում, ոչ մեկի մտքով չէր անցնում միանանք, ասենք գոնե միանման կաֆելներով գոնե մեր հարկը փակենք, չեմ ասում բոլոր հարկերը։ Ամեն մեկը 6 հատ կաֆել ու այդ 6 հատի կաֆելով վերջանում էր իրանց պատասխանատվության զոնան, երևի թե։ Հիմա ինչի մասն է խոսքը։ Մենք որպես ազգ ոչ թե կորցրել ենք մեր նկատմամբ հետաքրքրությունը, մենք դարձել ենք, ասենք քրիստոնյաների համար մենք դարձել ենք խայտառակություն։ Խայտառակություն, որ նայում են, տեսնում են ինչա կատարում, ասում են ավելի լավ է վերանանք, մոռանանք, ջնջենք պատմության էջերից։ Չլինի։ Հայաստանը դարձել է ոչ թե պետություն, ասենք պետությունը չի կարող լինել նման կապիտուլյան բերող գլխին դնող, որը ասում է հերոսների արյունը կործանված է, կներեք ուզված եմ, որ հայրենիք են կորցրել, պետություն են կառուցում։ Պետության իրավունքը հասկացեք, դա պատմական իրավունք պետք է լինի։ Օրինակ ադրբեջանցիները պետության իրավունք չունեին, նրանք օդից կախված։ Մենք տվեցինք վաճառելով մեր երկիրը, մեր էլիտան հնարավորություն տվեց, որպեսզի Ադրբեջանը հիմք ունենա պետության կառուցման։ Լավ պարտվեցինք, պարտվում են շատերը, բայց ինչպես մենք ընկալեցինք այդ պարտությունը։ Համակերպվեցինք, ամարասը հանձնեցինք ու ուրախացանք։ Ամբողջ էլիտան Արցախի գտնվում է գերության մեջ, քանի որ ոչ ոք նրան չի պաշտպանել, որ մի մասը գնացել իրենք իրենց ոտքով են հանձնում։ Իսկ ուրին անվտանգության, ուր է մեկը հարց տալիս է, ուր են անվտանգության աշխատողները այդ մարդկանց։ Ուր են նրանք եւ ինչ պատասխան են տալիս, ինչպես են նրանք թույլ տվել, որպեսզի պետության գաղտնիք կրողները եւ այն մարդիկ, որոնց ներկայությունը այնպես մեծ վնաս է Հայաստանի համար, հայտնվեն այնտեղ։ Ինչպես է դա կատարվել։ Ով է խոսում այս 4 տարվա ընթացքում, ով է անունները հիշում այն հերոսների զոհված, ով է անընդհատ հիշում, անընդհատ խոսում հերոսության մասին, ես դա չեմ լսել, ոչ այսպես կոչված այդ ազգային ընդդիմության կողմից, որը մի ապազգային կեղտոտ ուժերի հավաքածու է լեգիտիմացնող դավաճանությունը, եւ ոչ մեկի մասին։ Գերեզմանները գնաց գրավեց տղաների, այդ այսպես կոչված ազգային ընդդիմությունը այդ ժամանակ օպերայի հայաթում կենացներ էր ասում։ Բանակը կանգնեց, ասես մենք ձեզ տերենք, 5 վայրկյան հետո հայտնվեցին ինչ-որ ընդդիմության են Վանեցյան, իշխանները բեղուն եւ հայտարարեցին, որ ոչ մի դեպքում իրենք ոչ մի բան չեն անելու։ Նրանք վախեցնում են ադրբեջանցիներով, մեզ մի բան ասացիք, ադրբեջանցիները մի հարձակվեն, թուրքերը մի բան կանեն, սրանք հենց մի հատ բան պետք է անեն, ասում են գիտեք ինչ կա, բա որ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվեն։ Բա դուք ինչի համար եք, այ քաղաքական ուժեր, իսկ իրականում քաղաքական պոռնիկներ։ Դուք 4-րդ տարին է լեգիտիմացնում եք դավաճանությունը, ու դուք բոլորը դրա համար պատասխան եք տալու։
Եթե ձեզ թվում այ դաշնականքներ, ես չեմ ասում շարքային դաշնակի մասին, այն տղաների մասին, որոնք գնացել զոհվել են, ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ այսօր, ես ասում եմ ղեկավար կազմի մասին, այդ մասոնական թուրքածին այդ կառույցի մասին, որը ինչպես 120-130 տարի առաջ խփեց եկեղեցուն եւ կործանեց Հայաստանը, իդեպ նույնիսկ հաղթած վիճակում կապիտուլյացիաներ ստորագրելով, այնպես էլ հիմա փորձելով այս երկրի վաճառքից, երկրի կործանումից էլ իր քյարը ստանալ երևի նորից թռնել Ֆրանսիա եւ այնտեղ կոնկուրենցիա կազմել երկիրը կործանած ԿՊՆ դառնալու, ասենք ինչ-որ փայ վերցնելու իրենցից այս Սփյուռքի կառավարումից, թե իրենք են մենակ մնալու, նույն ձևի էլի գողուն վերցնի, փախնի Ֆրանսիա, ուր են ձեր այդ կնոպկայով միասող անջատվող ջահակիրները։ Դուք հիմա գնալու եք վայր ընկնեք այդտեղ, այ դավաճանության լեգիտիմանտներ, այ բազա դավաճանության, այ հիմնակար դավաճանության, դուք գնալու եք եկեղեցու վրա հարձակվողին, Հիսուսի գոյությունը, Հիսուսի մաքրությունը, Մարիամ Աստվածածնի մաքրությունը, կրոնական բոլոր այդ սկզբունքները հարցականի տեղ դնողին, կառավարության նիստում ցանկություն կատարողին հետ նստելու եք մի դահլիճում ուրեմն հարցեր եք տալու։ Դուք այ ոչնչություններ, որոնց վրա միզում են ամեն օր, ու դուք մենակ թե ձեր քյարի համար ու այդ մանդատի համար պատրաստ եք ամեն ինչ տանելու։ Դուք եք այն մարդկանց ներկայացնում, որոնք ձեզ յանում թե ընտրել են, այ կալաբարանտներ, այ կապիտուլյանտի հետ ընտրության գնացող պայմանավորված ելքով կենթանիներ։ Մանդատներ վայր դրեք, իմպիչմենտ պարտավոր եք, դուք պարտավոր եք, դուք չեք կարող ասեք սես կամ նենց, դուք հայտարարել եք, որ դավաճան է եւ սահմանադրական կարգի տապալող առաջին հերթին, ուր են ձեր դիմումները ածը եւ դատախազությունը, դա ձեր գործը չի, թե հետո ինչ կլինի, դուք պարտավոր եք։ Եվ երկրորդ հերթին ասել եք, ուր է իմպիչմենտը։ Թող չստացվի մանդատներ վայր կդնեք ու ռադ կլնեք։ Պետական թշնամիներ, դուք պատասխանատու եք ավելի շատ, քան թե ԿՊ-ի падգամավորները։ Քանի ԿՊ-ի падգամավորները առանց ձեզ ոչ Նիկոլ կարող էին ընտրել, ոչ երկիրը կարող էին հանձնել, ու նույնիսկ լինել 30 Նիկոլ, ոչ թե 1, լինել 100 Նիկոլ։ Առանց ձեզ նա չէր կարող անել դավաճանության առանց նույնիսկ 5%-ը, այն 5%-ը, ինչ որ նա հիմա արել է, այն կործանումը։ Ժողովուրդ ջան, իսկ ձեզ ինչ ասեմ։ Հասկանում եք, եկեղեցի մեր հայրն է, եկեղեցի մեր մայրն է, եկեղեցի մեր պատմությունն է, նախկինների գերեզմանների հիշատակն է, մեր ամեն ինչն է, մեր կրթությունն է, մեր էությունն է։ Հիմա մի հատ խեղկատակ սրբապիղծ կանգնել, հայոյել է եւ փորձում է սպանել այդ կառույցը, դաժե հարցը ինչի դուք հավատում եք, թե չեք հավատում։ Դա այն կառույցն է, որը որ մենք կանք մեր էությունն է եւ որով մենք հասել ենք այսօրվան։ Հիմա մեր ազգը պետք է վերջը ընտրություն կատարի։ Եվ եթե չեք կատարի այդ ընտրությունը, համոզված եղեք, որ բոլոր ազգերը միասին շատ շուտ կցանկանան ձեզ որպես տոքսիկ, որպես խայտառակություն, որպես քաղաքակրթական ոչնչություն ջնջել ու մոռանալ, իսկ քաղաքական աշխարհը տեսնելով ձեր ղեկավարին եւ այն քաղաքական էլիտան, որը վեր է ընկած ու կազմելով միակ իշխանություն Հայաստանի խորհրդարանում, տեսնելով այդ որակական այլանդակներին, կգտնի ու արդեն գտել է, որ նման ազգը, նման գոյություն չունեցող, ավելի լավ գոյություն չունենային այդ այլանդակ, այսպես կոչված էլիտայով 70 ճակերտների մեջ, նման պետություն նույնպես որպեսի չխայտառակի քաղաքակրթությունը գոյություն չպետք է ունենալ,
ու նույնպես պետք է ջնջել ու մոռանալ։ Մաքսիմում որոշակի կառավարական համալսաններում գրվի, որ գիտեք ինչ, այսպիսի խայտարակություն է եղել։ Երբ որ Քոչարյանը մտածում է, որ այդքան ինքը իր մեջ հպարտ կանգնում ասում է 3.5 տարի առաջ ես հարցազրույց եմ տվել այն ժամանակ պատասխանել եմ այդ հարցին, պետության նախագահը, պրիտոմ նախագահը դա պարտականություն է պաժիզնի, ցմա պարտականություն է։ 3.5 տարի նույնիսկ Արցախի հանձնման ժամանակ չխոսացողը, դա Սերժի մասին խոսքը ընդհանրապես չկա։ Իրեն թույլ է տալիս, ասում 3.5 տարի առաջ ինչ որ հարցի ես պատասխանել եմ, ես ընտրություն գնալու կազմակերպելու երկրորդ անգամ դավաճանությունը լեգիտիմացնելու պետության հիմնակարը վերջնական դնելու են, գերեզմանակարը դնելու գործն են կազմակերպում 26 թվին կապիտուլյանտի ու դավաճանի հետ նորից ընտրության գնալու։ Բայց ես 3.5 տարի որ հարց եք տվել, ես պատասխանել եմ։ Հիմա դուք պետք է ընտրեք։ Միակ կառույցը, որ մնացած է, որի վրան կարելի է ինչ-որ մի հույս գծել և ինչ-որ հիմնակարի վրա ինչ-որ մի բան կառուցել, դա եկեղեցին է, կամ պետք է ընտրեք եկեղեցին ու շատ արագ, որովհետև կատարվելու են սարսափելի բաներ, որովհետև սա նաև շեղում է Սյունիքի հարցից, իսկ այն Սյունիք, Հայաստան կա, չկա, դա ժամանակի մի քանի տարվա հարց է, հələ չհաշված այդ 300-400 հազար ադրբեջանցին, որ կամ պետք է ընտրեք սրբապղծին, հույս ունենալով, որ քյար կունենաք իր խոստացած անարժանապատիվ թուրքի կաբլուկի տակ վրաները թքելով կանանց իմ խաղաղությունը, բայց իտոգում կստանաք խաղաղություն գերեզմանում, որտեղ ձեր շիրմաքարերի վրան որպես ազգ մեր, իմ, բոլորիս շիրմաքարը չեն դնի, որպեսզի հիշատակ չմնա ու նման անարժանապատիվ բոլոր քաղաքական բարոյական նորմերը քանդող ոչ թե ազգ, այլ բնակչություննակույտը գոնե հիշողությունը չթողնի, որպեսզի այբ, որպեսզի պիտակ չդառնա պատմության, քաղաքակրթության և ընդհանրապես մարդկային էության վրա։